Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մեզ մեղադրում ենք, թե կառավարության պատասխանատվությունը դնում ենք մարդու ուսերին, այս բանը, այս խոսույթը որոշակի հակասություն է պարունակում, որովհետև հենց կառավարության եւ իշխանության մնացած բոլոր օղակներում որոշիչ դերը պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այսինքն անհատ մարդուն եւ հետեւաբար հենց իբնե պատասխանատվությունը մարդու վրա է։ Բայց միայն դրանով չի, միայն ընտրություններով քվեարկելով չի։ Այդ թվում երկրի զարգացման տեսլականը ընտրելուց։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ այդ ընտրությունը պարտադիր չի, որ քվեարկությամբ տեղի ունենա, որովհետև երբեմն ընտրությունը եւ գուցե ավելի հաճախ ընտրությունը տեղի է ունենում ոչ ընտրական ճանապարհով, ուղղակի հանրային վերաբերմունքի ձևավորմամբ։ Մենք անցել ենք process-ներով, որտեղ ես առնվազն մի քանի անգամ ասել եմ եւ ես դա շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ պահին ուզենա, կարող է հեղափոխություն անել։ Ինչու՞, որովհետև մենք իրար հետ քաղաքացիներով 2018 թվականին ցույց ենք տվել, որ եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել, չկա ուղղակի պարզապես այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը։ Ես նկատի ունեմ, որ այդ թվում վերջին շրջանում մեր ռազմավարությունների եւ տեսլականների վերանայումները քվեարկությամբ տեղի չեն ունեցել, բայց այդ վերանայումներին եղել է քաղաքական արձագանք, հնչել են այդ թվում հեղափոխության կոչեր, ես ինքս հեղափոխության այդ կոչերին միացել եմ, անկեղծ եւ ուղիղ ասելով, որ մենք այո, մեր պատկերացումները վերանայում ենք այսպես, այս պատճառով, եւ մենք դա անելու ենք, քանի դեռ այդ լիազորությունը ունենք, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն չեն դրա հետ, ուրեմն պետք է իրենց անհամաձայնությունը ցույց տան եւ նաեւ անուղղակի ճանապարհով քաղաքացին, անհատ քաղաքացին ունեցել է եւ ունի վճռորոշ դեր մեր ռազմավարությունների որոշման, քաղաքական որոշումների կայացման եւ իրագործման գործում։ Բայց այս ամեն ինչը ինչի համար եմ ասում, ամենևին ոչ քաղաքական խոսույթ զարգացնելու, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ։ Իսկ տրամաբանությունն այն է, որ եթե քաղաքացին վճռական դեր ունի կառավարություն ձևավորելու, ըստ էության երկրի զարգացման ուղղությունները որոշելու գործում, քաղաքացին պետք է եւ ակնհայտորեն ունի դեր, վճռական եւ առանցքային դեր իր անձնական կարիքները, իր անձնական բարեկեցությունը ապահովելու գործում, որը մեր համոզմամբ եւ կարծիքով եւ ակնհայտորեն պետք է տեղի ունենա աշխատանքի միջոցով։